Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Ակցիայի մասնակիցները արդարություն են վանկարկում, պահանջում են արդարություն ոչ ոստիկանապետությանը։ Ինչ խնդիր կլուծվի նմանատիպ ակցիաներով ձեր դիտարկմամբ։ Որպեսզի արդարությունը չծնի նոր անարդարություններ։ Քանի որ մենք տեսնում ենք խտրական վերաբերմունք, տեսնում ենք նաև այս ամենի մեջին քաղաքական դրդապատճառներ, որ իշխանություն բռնազավթված ուժը իր վերաբերմունքն է ցույց տալիս Արցախից տեղահանված ժողովրդի նկատմամբ։ Հիմա ես այստեղ ինչի համար եմ, որովհետև մեր համաերկրացու նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար են տեսել։ Ես հարց եմ բարձրացնում, միթե Հայաստանի Հանրապետությունում պատասխանատվության այլ տեսակ չկա, քրեական, չեմ մանում, նյութական, վարչական, քաղաքացիական, ֆիզիկական հաշվեհարդարը դա պատասխանատվության տեսակ է, եւ ինչու եթե իրենց ժողովրդավարական բաստիոն հռչակած իշխանությունների ոստիկանությունը, եթե այդպիսի խախտում կատարել է իր աշխատակիցը, ինչու չի պատժում, ինչու չի հրապարակում այն ոստիկանների անունները, ովքեր իրենց վեր են դասել օրենքից եւ նոր պատասխանատվության տեսակ են մրցել ֆիզիկական հաշվեհարդար արցախցիների նկատմամբ։ Բայց նաեւ կա հակառակ կողմը։ Արցախցիների բողոքները, արցախցիների հայցերը երբեք չեն ավարտվել դրական պատասխանով։ Բազմաթիվ անգամ գողությունների մասին, տարբեր տեսակի հանցանքների մասին արցախցիների տեղյակ են պահել ոստիկանությանը, որ մի հասնա դրական պատասխան տրվել, ոչ մեկը։ Եվ հակառակ կողմում չկա, իսկ մյուս կողմում էլ այսպիսի հաշվեհարդար ենք մենք տեսնում։ Սա քաղաքական պատճառները կան, այն է, որ նույնիսկ իշխանական պատգամավորները հայտարարում են, որ խաղաղության օրակարգի մեջ չպետք է լինի ղարաբաղցիների վերադարձի հարցը, եւ նման կերպով ամեն ինչ անում են արցախցիների քանակը Հայաստանի Հանրապետությունում քչացնելու համար, որի հետևանքով մարդիկ կհիասթափվեն, կգնան, քանակը քիչ կլինի, բողոքի ձայները քիչ կլինի եւ ընդհանրապես Արցախի հարցը կփակվի։ Չէ՞ որ միայն Արցախի տարածքի հանձնումով Արցախի հարցը չի փակվել, քանի որ կան արցախցիներ։ Հիմա իրենց արժեվ խնդիր կատարված արցախցիների քանակը քչացնել Հայաստանի Հանրապետությունում։ Ասում է Արցախը 30 տարի շարունակ բանակցություններն այն մասն են եղել, որ այն Ադրբեջանի կազմում է։ Նիկոլ Փաշինյանը շատ բան ասում է, նույն Նիկոլ Փաշինյանը ժամանակին էլ ասում է Արցախը Հայաստանը եւ վերջ։ Եթե Նիկոլ Փաշինյանի ամեն ասածը մենք հիմք ընդունենք, մի օր մի բան ասում, հաջորդ օր մյուս բան ասում, նա ասածը ոչ մի ժամանակ հիմք չի կարելի ընդունալ։ Իսկ այս պահի դրությամբ արցախցիներն ինչ խնդիրներ ունեն։ Արցախցիները մի շատ խնդիրներ ունեն, առաջինը նայեք վերադարձը դա Արցախի գերագույն նպատակն է, արցախցին է, որ վերադարձ պետք է լինի եւ վերադարձի ապահովման համար հենց առաջին նախապայմանը արցախցիներին Հայաստանի Հանրապետությունում պահելն է, որովհետեւ մնացած երկրներից վերադարձի հարցը այդքան հնչեղ չի հնչելու, ինչքան Հայաստանի Հանրապետությունից։ Բայց հիմա հակառակ իրավիճակ ունենք, որովհետեւ սոցիալական խոչընդոտներ է ստեղծում արցախցիների հանդեպ եւ այդ սոցիալական խնդիրների որ ծառայում է Արցախի ընտանիքների նկատմամբ եւ մարդիկ ստիպված են լքելու Հայաստանի Հանրապետությունը։ Մի մասին էր որոշակի բաներով լրացնելու են աշխատանքով, չեմ անում բնականով եւ այլն եւ ընդհանրապես Արցախի հարցը դուրս հանեն այսպես կոչված խաղաղության օրակարգից։ Եվ այսօր նույնպես այն արցախցիներն են ընդունում աշխատանքի, ովքեր որ սպասարկում են այսպես կոչված խաղաղության օրակարգը։ Այդպիսի արցախցիներ կան։ Իհարկե կան։ Եվ ամենամեծ ցավը հենց այն է, որ քաղցկեղը այնց այդ այդպիսի արցախցիներն են մեր մեջ, ովքեր սպասարկում են, ովքեր նույնիսկ կոչ են անում իր համաերկրացիներից, որ նման բաների չմասնակցեն։